Ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության առաջին տուրում գործող չեմպիոն Կոտ դ'Իվուարի հավաքականը հանդիպեց Տոգոյի ընտրանու հետ։ Թիմերը չնայած ստեղծեցին բազում վտանգավոր պայեր, սակայն այդպես էլ չկարողացան գրավել դարպասները։ Նույն C խմբի երկրորդ խաղում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը նվազագույն 1-0 հաշվով առավելության հասավ Մարոկկոյի ազգային թիմի նկատմամբ։ Իտալիայի Սերիայի 20-րդ տուրի վերջին խաղում միմյանց հետ հանդիպեցին Տորինոն և Միլանը։ Թուրինում կայացած խաղում գրանցվեց արդյունավետ ոչ ոքի։ Առաջին խաղակեսում դաշտի տերերը 2 գոլ խփեցին, իսկ երկրորդում նույնքան անգամ աչքի ընկան միլանցիները 2-2։ Կանանց թենիսի երկրորդ ռակետ Սերենա Ուիլյամսը վստահ հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում։ Առաջին փուլում ամերիկացի թենիսիստուին 6-4-6-3 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Բելինդա Բենչիչին։ Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի Չեխիայի ներկայացուցիչ Լյուսի Շաֆարժովան, որը անդրանիկ խաղում 2-1 հաշվով հաղթել է բելգիացի Յանինա Վիկմայերին։ Տղամարդկանց մրցաշարի ֆավորիտներից մեկը իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնարկային խաղում վստահ առավելության է հասել գերմանացի Ֆլորիան Մայերի նկատմամբ 6-4, 6-4, 6-3։